մեր երկարաժամկետ պետական ծրագրի բացակայության մեջ է լուծումը։ Խնդրի։ Պարոն Աջապահյան, խելքի դուր դիր, ինչ ռազմական հեղաշրջում։ Որտեղ է ԱԱՑ-ն, կարող եք այդ հարցին պատասխանել, դա կլինի մեր դիվանագիտության սխրանքը։ Բարև ձեզ, եթերում դպոյնտ հաղորդաշարի հերթական հաղորդումն է։ Այսօր մենք կունենանք անսպասելի եւ սպասելի բազում հարցեր։ Այսօր իմ հյուրերն են Վազգեն Հովսեփյանը եւ Մհեր Բեջանյանը։ Ես Անահիտ Ադամյանն եմ։ Կարծում եմ մեր հաղորդաշարի առաջին թեման այսօր կլինի Իրան-Իսրայել կոնֆլիկտը։ Ինչ կատարվեց ձեր գնահատականով, ինչու հենց այս պահին Իսրայելը որոշեց հարձակվել Իրանի վրա, որն է այս հարձակման նպատակը։ Սկսենք ձեզնից, Վազգեն։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, մաղթում եմ ձեզ անխափան եթեր։ Իմ կարծիքով Իսրայելը լուծում է միանգամից երկու խնդիր։ Նախ կարճաժամկետ հեռանկարում, խնդիր է լուծում ԱՄՆ-ի պահանջած նախապայմաններով գործարք կնքել Իսրայելի հետ ատոմային մասով, իսկ երկարաժամկետ հեռանկարով լուծում են հեղաշրջման խնդիր Իրանի ներսում։ Այսինքն մոլայապետության ավարտ, աշխարհիկ Իրան ամբողջ աշխարհի համար։ Ու դրա մասին է վկայում Ռեզա Փելևի հայտարարությունները անմիջապես Իսրայելի առաջի հարվածից հետո հետևեց նրա հայտարարությունները, նրան հետևեց Բենյամին Նեթանյահուի հայտարարությունները, հետո Դոնալդ Թրամփի հայտարարությունները, հետո աշխարհի ամենահարուստ մարդը հայտարարեց, որ արբանյակային ինտերնետը կմիացնի Իրանի տարածքում։ Այսինքն այս ամեն ինչի երկարաժամկետ հեռանկարում, երկարաժամկետ պլանը Իրանում հեղաշրջում կատարելն է ու աշխարհիկ կարգերով Իրան տեսնելը։ Մեր կարծում եք, որ այս հարձակումով Իսրայելը կհասնի իր նպատակներին։ Այն է ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը կամ Իրանում, ինչպես Վազգենը ասեց, իրոք հասնել մոլապետության վերացման։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Կարճաժամկետ առումով, այսինքն միջուկային ծրագրի եթե ոչ ոչնչացում, առնվազն 10 տարով է ծրագրի հետաձգումը, արդեն իսկ կարելի ասել այդ նպատակին հասած է Իսրայելը, իսկ երկարաժամկետ առումով Վազգենը նկարեց թե հեղաշրջման հասնելու առումով։ Սա շատ ուղիղ կապ ունի թե աշխարհի կենտրոնների արձագանքից, թե Իրանի պահվածքից։ Այսինքն կգնա Իրանը արկածախնդրության պատասխան հարվածը կհասցնի, հետո կհետևի դրան եւս մեկ պատասխան ու կվերածվի պատերազմի, թե ոչ։ Դրանից կախված երկարաժամկետ նպատակը կամ կհասնի իր արդյունքին կամ ոչ։ Բայց ինչու է դա արկածախնդրություն։ Իրանում բարձրացված է վրեժի կարմիր դրոշը, Իրանի ժողովուրդը դուրս է գալիս փողոցներ ու պահանջում է հատուցում։ Արդյոք դա արդար հատուցում չի լինի, բոլոր դեպքերում եկեք նկատի ունենանք նաև ամբողջ աշխարհի արձագանքը։ Ըստ էության Հռոմի պապից մինչև Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ի հայտարարություններով են հանդես եկել։ Ես կարծում եմ, որ այս պարագայում մենք ունենք մի շատ ավելի կարևոր խնդիր, որը փորձում էր Իսրայելը լուծել։ Այն է Իրանի միջուկային ծրագրի խափանումը եւ Իրանի միջուկային գործարքի խափանումը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Թերևս այսօր Օմանում պետք է տեղի ունենային բանակցություններ, բայց այդ բանակցությունները տեղի չեն ունենալու, արդեն իսկ հայտարարված է։ Փոխարենը Արաքչին հայտարարում է, որ Իրանը պատրաստ է գնալ համաձայնագրի, այլի իր պայմաններով։ Այսինքն այս հարձակումը որևէ բան այդ առումով չի փոխում։ Դեռ։ Եկեք հիշենք, որ Իրանը նման է այս պայդրության վիրավոր գազանի։ Ու վիրավոր գազանը պաշտպանվելու համար հաստատ ատամ գցելու է իր հակառակորդներին։ Ու եկեք չմոռանանք նաև, որ ըստ որոշ արևմտյան փորձագետների Իրանը ունի ընդամենը մինչև 2000 բալիստիկ հրթիռ։
մինչև 2000 բալիստիկ քրթերը ու դրանից է բխում այն Իսրայելի այն հայտարարությունը, որ այս գործողությունները կտևեն մոտավոր մի շաբաթ, մոտավոր 10 օր, այսինքն այն ընթացքը, երբ որ կավարտվի իրանական բալիստիկ քրթիռները։ Եթե իրանական բալիստիկ քրթիռները ավարտվում են, Իրանը ինչ է ունենում հզոր հրետանի։ Հզոր հրետանին որտեղ պետք է կիրառի, եթե այս երկու հակամարտող պետությունները իրար հարևան չեն։ Ոչ միտեղ չի կարող այսինքն ցամաքային հարձակման հնարավորություն չկա։ Ոչ, անգամ նրանք հարևանի հարևան էլ չեն։ Իրանց մեջ առնվազն երկու պետություն կա, որ ցամաքային հարձակման հնարավորությունը ընդհանրապես մոտեցնում է 0-ի։ Ես կարծում եմ, բայց վաղ է ուրբաթ 13-ի հարձակումը պատերազմ որակել ու ինչի եմ ասում արկածախնդրություն, որովհետև մենակ այնքանը, որ Իսրայելի հարձակումը անակնկալ էր Իրանի համար եւ ոչ միայն Իրանի, դա նրանց ռազմական բալանսի մեծ տարբերության մասին է խոսում, ոչ թե ռազմական տեխնիկայի, այլ տեխնոլոգիայի այդ հետախուզական կարողացել են պլանավորել ու կազմակերպել այնքան գեղեցիկ, որ դա անակնկալի են մատուցել այս տարում, այս ինֆորմացիայի sense արագ տեղաշարժման դարում կարողանալ անակնկալի բերել, դա խոսում է ռազմական մեծ բալանսի խախտման մասին։ Հետևաբար Իրանը պետք է հասկանա, որ ինքը այսպես զիջում է Իսրայելին ու հակահարձակումը առնվազն արկածախնդրություն է լինելու, որտեղ նա մեծ կտորը ռազմական ուժը ցամաքայինում է, ավելի շատ քան ստեղոթայինում, իսկ ցամաքային, ինչպես Վազգենը նշեց, նրանք սահման չունեն, իսկ հարևանի հարևանել չեն։ Մեր ձեր գնահատականով կարող են ներգրավվել այս կոնֆլիկտի մեջ այլ երկրներ։ Այսինքն տեսեք, որովհետև երբ կոնֆլիկտ է լինում, մենք անդադ ասում ենք երրորդ համաշխարհայինը սկսեց, երրորդ համաշխարհայինը սկսեց։ Այս կոնֆլիկտը երրորդ համաշխարհայինի վերածվելու տարբերակներ ունի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը այնուամենայնիվ ունի ջախջախված, բայց պրոքսի ուժեր, Համասը, Հեզբոլլահը, Հութիները, կարող են նրանք կոնֆլիկտի մեջ ներգրավել եւ ինչ սցենարներ եք տեսնում պատերազմը շարունակելու։ Եթե զուգահեռ անցկացնենք ռուս-ուկրաինական պատերազմի հետ, էլի ցանկացած գործողություն կամ ամեն օր կանխատեսում ենք, որ հեսա սկսել է երրորդ համաշխարհային պատերազմը, բայց պարզ երևում է, արդեն մի քանի տարի տևացող պատերազմում պարզ երևում է, որ աշխարհը չի ուզում երրորդ համաշխարհային պատերազմ եւ կիրառում է բոլոր լծակները սկսած սանկցիայից մինչեւ նյութական աջակցությունով, ռազմական աջակցությունով, որ չսկսի այդ պատերազմը։ Նույն պատկերն է նաեւ Իսրայել-Իրան հակամարտության դեպքում։ Այսինքն, եթե մենք մտածում ենք, որ պետք է, գիտեմ, Պուտինը գնա արկածախնդրության մի հատ ատոմային հարված հասցնի, ինչ որ մեծ ուղղությամբ իջուկան զենք կիրառի ու դառնա երրորդ համաշխարհային, մոտավորապես նույն պատկերն էլ այս դեպքում է, եթե Իրանը անի չնախատեսող գործողություն, այդ ժամանակ նոր կարող է վերածվել երրորդ համաշխարհային, բայց ողջ աշխարհը դրան դեմ է, հավանականությունը շատ փոքր եմ գնահատում։ Տարբեր կոնֆլիկտների ժամանակ միշտ եղել է, որ Իրանը ունի մի անխափան գործիք, Հորմուզի նեղուցի փակումը, որը կարող է առաջացնել նավթի համաշխարհային ճգնաժամ։ Վազգեն, ձեր գնահատականով Իրանը այդ ծայրահեղ քայլին կգնա եւ եթե գնա, ինչ հետևանքներ դա կունենա։ Նախ էլի պետք է դիտարկեն կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարով։ Կարճաժամկետ հեռանկարով, եթե Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, նավթի համաշխարհային մատակարարման 30%-ից ավելը Հորմուզի նեղուցով է արվում ու նավթի գները կբարձրանան միջազգային բորսաներում։ Սա ձեռնտու կլինի միայն մեկ աշխարհաքաղաքական կենտրոնում, Ռուսաստանի Դաշնությանը, որ կարող է Ուկրաինայի այդ պատերազմում ավելի ագրեսիվ վարքագիծ դրսևորել։ Բայց երկարաժամկետ հեռանկարում Իրանի տնտեսությունից ոչ մի բան չի մնա, եթե Հորմուզի նեղուցը փակվի։ Իրանի տնտեսությունից ոչ մի բան չի մնա ու դրան կհետևի նաև այս պատերազմում պարտությունը ու մեր ջան պատերազմ չասելու համար, նայեք, նախ մենք պետք է փոխենք մեր պատկերացումը 21-րդ դարի ժամանակակից պատերազմի մասին։ Մենք միշտ պատերազմը պատկերացրել ենք սենց ավտոմատներով գնանք իրար խփենք, հրետանին կրակի խրամատներից, բայց եկեք փոխենք այս պատկերացումը, որովհետև ժամանակակից պատերազմը, նայեք, Իսրայելը ու Իրանը իրարից հեռու ու երկուսն էլ համաշխարհային գերտերություն չեն, բայց իրարից բավականին հեռու այս պահին փաստացի պատերազմի մեջ են։ Ու պատերազմը վարվում է այսպես պլանավորված ձևով։
Այսինքն պլաններ մշակելով ու ժամանակի հետ այդ պլանները կատարելով, որի որ օրինակը տեսանք, օրինակ Ուկրաինան ոնց 41 հատ ռմբակոծիչ պայթեցրեց Ռուսաստանի տարածքում, այո։ Հիմա այս նույն գործողությունը այնքան մանրակրկիտ էր պլանավորված, որ անգամ Նեթանյահուի տղայի հարսանիքներ պլանավորվել այս օրը, որ Իրանի գլխի տակ փափուկ բարձ դրվի։ Իրանի գլխի տակ փափուկ բարձը դրվեց, Իրանը հավատաց, որ Իսրայելը չի հարձակվելու, ու այդ պահին Իսրայելը խփեց ամբողջությամբ հոպը ոչնչացրեց իրանական։ Այսինքն այս 300-ների միֆը նույնպես հոդս ցնդեց։ Լրիվ կհամաձայնվեմ, բայց զարգացած պետությունների պարագայի կտորում, այսինքն եթե Իսրայելը, Ուկրաինան, իրանք կարողանում են այդ նոր 6-րդ սերունդ որակենք դրանա, այս պատերազմով պատերազմել, կան հետամնաց երկրներ կամ նույնիսկ եթե ինչ-որ չափով հետամնացել չեն, գոնե ռազմական առումով հետամնաց, ու իրանք դեռ ավտոմատով են կռիվանում։ Եթե այդ ավտոմատով կռիվանողը նոր զարգացածի հետ մտնում է պատերազմի մեջ, ինքը հակամարտության մեջ, պատերազմ կդառնա այն ժամանակ, երբ որ նրանցից մեկն ու մեկը սկսի խաղալ մյուսի օրենքներով, քանի դեռ մեկը կռվում է, չգիտեմ, անօթաչը մյուսը ավտոմատով, դրանք համարժեք, ես դա համար այդ առումով եմ ասում, պատերազմ չորակենք։ Այսինքն կարող են գալ հետևության, որ այս պատերազմը դեռ չսկսված, դատապարտված է ավարտվելուն Իրանի պարտությամբ։ Էլի զուգահեռ անցկացնենք ռուս-ուկրաինական, ասում են, չգիտեմ, մի շաբաթ մտնել, մի քանի օր էլ մեր կողմից մտնենք կանենք, ռեսուրսի հաշվին, իր տարածքի մեծության հաշվին Ռուսաստան կարողանում է այս պատերազմը ձգել, բայց էլի ավարտը պարզ է։ Իմ պատկերը այստեղ է, թե ինչքան կտևի չգիտենք, բայց ավարտը պարզ է։ Եկեք չթերագնահատենք Իրանի կապիտալը ու Ես էլ եմ կարծում, որ Իրանի ուժերը թերագնահատել պետք չի, ավելին ես կարծում եմ, որ այս հարվածով Իսրայելը չի լուծում իր գլխավոր խնդիրը, այն է ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը։ Իրանի միջուկային ծրագիրը այդքան հեշտ չի ոչնչացնել։ Այսինքն այս պարագայում Իսրայելը սոսկ ձգտում է իր հնարավորինս անվտանգությունը ապահովել որոշակի կարճաժամկետ հեռանկարում, ոչ երկարաժամկետ, որովհետև եթե հարցը գնում է երկարաժամկետ վերջնական խաղաղության կամ վերջնական համաձայնագրի, դա պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե, չգիտեմ, օթվում, ցամաքում, թենդեջքում։ Եթե Թեհրանի երկնքում ազատ շրջում են F-35-երը, արդեն պարտադրանք է, որ նստեն բանակցությունների սեղանի շուրջ իրանական կողմը, այլապես կամ կլինի հարված դիկտատորի իմիջին, կամ ընդհանրապես հեղաշրջում կլինի Իրանում ու Ալի Խամենեին կդառնա Բաշար Ասադի հարևանը Մոսկվայում։ Շատ լավ սցենարն է, մյուս հնարավոր սցենարը, որ եթե կարելի դիտարկել, որ Իրանը այս պահին զսպի իրեն, կարողանա բռնակալը կարողանա ներսում այդ ժողովրդի շունչ ասած էլի ճզմել մի 10 տարի, ասենք պայմանական եմ ասում 10 տարի, այնքան ժամանակ ինչքանով որ այս Իսրայելի գործողությունները երկարաձգեցին Իրանի միջուկային ծրագիրը։ Այդքան ժամանակ համբերել, նորից գալացնել այս նույն կետին ու Իրանը առաջ տանել։ Սա մյուս սցենարն է, որը քիչ հավանական է, բայց էլի չի կարելի բացառել, որ նման մոտեցում կցուցաբերի Իրանը։ Կախված նա ինքը հարվածում է, թե զսպում է, գնա կամ Վազգեի նշած սցենարով կամ նոր իմ նշած սցենարով։ Մենք ապրում ենք մի ժամանակներում ու մի հասարակության մեջ, երբ նույնիսկ Շիրակում կարկուտ է տեղում, ասում են, որ Սյունիքը սպառնալիքի տակ է։ Ձեր գնահատականով առավելևս, որ այս ընթացքում բազում փորձագետներ, բազում վերլուծաբաններ են ակնարկել, բարձրաձայնել, որ այո, կարող է Սյունիքը, օգտվելով այն հանգամանքից, որ աշխարհի գլուխը խառն է, վտանգվի, կարող է Ադրբեջանը փորձ անել Սյունիք գրավելու։ Որքանով եք հավանական համարում այս հեռանկարը։ Իմ կարծիքով սա բացի ռազմական վտանգից, սա պարզապես քաղաքական բանդագուշանք է, որը եւս տեղավորվում է 5-րդ, թե 6-րդ, թե չգիտեմ որերորդ սերնդի պատերազմներ, հիբրիդային պատերազմներ մղելու քաղաքականության մեջ։ Սկսենք ձեզնից Վազգեն։ Սյունիքի մարզի մասով, տեսեք, Սյունիքի մարզը միակ հարցն է, որ հակամարտող երկու կողմերի մոտ կա կոնսենսուս։ Եթե հակամարտող կողմերին դիտարկում ենք Իրան եւ Իսրայել, որի թիկունքում կանգնած է արևմտյան աշխարհը ԱՄՆ-ի գլխավորությամբ,
կա կոնսենսուս Սյունիքի մարզով, որ Սյունիքի մարզը պետք է պահպանվի այն ձևով, ինչ հիմա է, այսինքն Սյունիքի մարզը երկու հակամարտող կողմերի համար կարմիր գիծ է։ Ու եթե մի հարցում ունեն կոնսենսուս, այդ Սյունիքի մարզի հարցն է։ Ու ես գրեթե զրոյական եմ համարում, որ Սյունիքի մարզում կսկսվի էսկալացիա եւ Սյունիքի մարզը հետաքրքիր է այս պահի դրությամբ ամենաշատը Ռուսաստանին, որ Ռուսաստանը Միջանցք բացի, Միջանցքում իր ներկայությունը ապահովի, բայց եկեք հաշվի առնենք, որ Ադրբեջան այդքան ապուշ չէ, որ Սյունիքի մարզ մտնի, գրավի ու այդքան հեշտ էլ չէ Սյունիքի մարզը մտնել, գրավելը, որովհետև մենք ունենք Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Ադրբեջանն էլ այդքան ապուշ չէ, որ մտնի Սյունիքի մարզը, գրավի, ընկնի արևմտյան սանկցիաների տակ, հետո հանձնի Ռուսաստանին։ Դե եկեք Ալիևին, եթե այդքան ապուշ գնահատենք, գնանք մենք Բաքուն գրավենք։ Ի վերջո Ալիևին ինչի համար է պետք Սյունիքի Միջանցք ասածը, ինչ Նախիջևանի հետ կապ, ինքը այդ կապը Իրանով ունի, այս նույնիսկ այս պահին, երբ որ Իրանը Իսրայել հակամարտությունը ինքը այդ կապը օգտագործում է, այսինքն ինչպես նշեց Վազգենը, մի կողմ կա, մի ուժ կա ում շահիցը բխում, Ռուսաստանն է։ Ռուսաստանը ում ձեռքով պետք է ունի Ադրբեջանի, այս մասով ես կիսում եմ Վազգենի տեսակետը, որ Ալիևը գոնե ապուշ չէ, որ այդ գալին գնա, հետևապես նայեք, մենք ասում ենք էսկալացիա, բայց պիտի հասկանանք, որ 91 թվականից սկսած, մեր անկախությունից սկսած, էսկալացիայի վտանգ միշտ կա։ Ուղղակի տոկոսը բարձրանում կամ մենք ապրել ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակով։ Հիմա անընդհատ այդ փորձագետ չէ, բայղուշ կասեմ, բայղուշությունը որ հեսա կսկսի, ինչ լինում է, հեսա կսկսի, լավ, հասկացանք։ Կա զինված ուժեր, կան հազար ու մի ծառայություններ, կառույցներ, միջազգային կառույցներ, Հայաստանում ներկայացած եվրադիտորդներ, լավ, ամեն Աստծո առավոտ զարթնելուց մի հատ դեպք որ տեղի ունեն ասել, որ հեսա կռիվա սկսելու չէ, էլի։ Ես էլ եմ կիսում լրիվ ձեր տեսակետը, որ այս պահին էսկալացիայի հավանականությունը շատ քիչ է։ Համենայն դեպս այդ էսկալացիան ոչ մի կերպ այս փուլում կապված չի Իրան-իսրայելական հակամարտության հետ։ Այդ հակամարտությունը չի ապրել։ Թերևս հավելեմ, որ դա չի բխում նաև Թուրքիայի շահերից։ Ոչ մեկի Ռուսաստանից բացի շահերից չի բխում։ Ռուսաստանի համար էլ չի փոխվել ոչինչ այդ շահի առումով Իրան-իսրայելական հակամարտությունով, ինչպես մինչև այդ նոյեմբերի 9-ից մինչև այսօր կամ եթե որից ուզում ենք սկսենք, մինչև այսօր Ռուսաստանը ցանկությունը ունի, հիմա էլի ունի։ Այսինքն ֆիքսում ենք, որ Սյունիք գրավել է, այսպես ասած, Միջանցք բացելը մնում է Ռուսաստանի իդեա ֆիքսը։ Այո, իհարկե։ Պլանը ի սկզբանե նախագծած եղել է իր կողմից, երբ որ շահերի համակնում ամենահարմար պահը 2020 թվականին արդեն բաց են թողել։ Լավ, այնուամենայնիվ փորձելով ամփոփել մեր այսօրվա հաղորդման այս հատվածը, ձեր գնահատականում երբ եւ ինչպես կավարտվի Իսրայել-Իրան հերթական, չասենք պատերազմ, չասենք արկածախնդրություն, բայց այնուամենայնիվ ասենք կոնֆլիկտը։ Ամենաշատը նշանակություն ունի աշխարհի խոշոր խաղացողների դիրքորոշումը, հայտարարությունները արդեն արված են, եթե Իրանը փորձի որոշ գործողություն անել, կախված թե հայտարարություններին ինչքան հետևողական կլինեն աշխարհի խոշոր խաղացողները, դրանից կախված կավարտվի պատերազմը։ Կարծում եմ երկար չի տևի։ Դոնալդ Թրամփը պարբերաբար հայտարարում է, որ Իրանը եւս մեկ շանս ունի, Իրանը եւս մեկ շանս ունի։ Կօգտագործի Իրանը այդ շանսը։ Այո, Դոնալդ Թրամփը այդ դուրը բանակցությունների բաց է թողել Իրանի համար ու կարծում եմ մոտ օրերս կնստեն բանակցությունների սեղանի շուրջ ու կկնքվի գործարք, ոչ թե համաձայնագիր, այլ գործարք, որովհետև Տրամպի գալուց հետո քաղաքականության մեջ համաձայնագիր բառին փոխարինելու է եկել գործարք բառ։ Գործարք, նորին մեծություն գործարք։ Կկնքվի գործարք ԱՄՆ-ի նախապայմաններով ու ամեն ինչ կավարտվի, ես այդ կարծիքին եմ։ Թրամփի եղանակային իրավունքներով այդ գործարքի մասը։ Այո, բայց դրանից կբխի նաև Ալի Խամենի իմիջի անկում Իրանում, որն էլ լի է արդեն մնացած հետևանքներով, ինչի մասին արդեն խոսել ենք։ Տեսեք, մենք խոսում ենք, որ Իրանում հնարավոր է իշխանափոխություն լինի հեռանկարով ինչ-որ ժամանակի մեջ, բայց մենք ունենք նաև տարբերակ, որ իշխանափոխություն կարող է լինել Իսրայելում, ամենայն դեպս Իսրայելի ժողովուրդն էլ դուրս է գալիս փողոցներ ու պահանջում անverջ պատերազմից պատերազմ թռչող Բենյամին Նետանյահուի հրաժարականը։ Բայց փաստի հետ ոնց առնչվենք։
Սա ավելի շատ կապ է այն Իսրայելում շղթայական գնացող արտահերտ ընտրությունների կտորին, այսինքն ինտերվալն է մի քիչ մեծացել, բայց դա առհասարակ դեմոկրատական կառավարման ու ժողովրդավարության եւ ամենաթողության այդ նուրբ գծի մոտ Լայախաղացություն այդ լարախաղացությունն է, ինչի համար պատերազմը շատ հարմար միջավայր է, կամ ռազմական գործողությունները հակամարտություն շատ հարմար միջավայր է, որպեսզի այդ գծից մի քիչ անցնեն դեպի ամենաթողություն, կարողանա զսպել թե չի կարողանա թե իշխանությունը, թե հասարակությունը Իսրայելի, որ չանցնեն ու չգնա արտահերթի, էլի կախված է թե ինչքան կտեի պատերազմը, ինչ արդյունքում, ինչ ելքով կավարտվի այս գործողությունները։ Միջազգային գնահատականներով մեծ մերձավոր արևելքում վերաձևակերպում է տեղի ունենում, ուժերի վերադասավորման արձանագրում է տեղի ունենում։ Այնուամենայնիվ, երբ փորձենք երկուստեք արձանագրել, որ մեծ մերձավոր արևելքում ուժերի վերադասավորությունը նոր չի սկսել, հաստատ Իրան-Իսրայել կոնֆլիկտով չի պայմանավորված միայն, այստեղ կան շատ բազում այլ հանգամանքներ եւ հուսանք, որ մենք կմտնենք այնուամենայնիվ խաղաղ հուլիս։ Ես հույս ունեմ, որ այս բանակցությունների սեղանում մենք կլինենք սեղանի շուրջ նստած, ոչ թե ճաշացանկում։ Հազիվ թե Դոնալդ Տրամպը Իրան-Իսրայել կոնֆլիկտը կարգավորելու համար Հայաստանին հրավիրի։ Մեր դիվանագիտական մտքի ճկունությունից էլ է կախված։ Կարծում եմ դա կլինի մեր դիվանագիտության սխրանքը։ The Point-ի հարգելի հետևորդներ, ես ուզում եմ այս անգամ չարաշահել վարողի իմ դիրքը եւ հանդես գալ մի երկար նախապատմությամբ։ Վազգեն առաջին վեհապարի իդեր հանգչելուց հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական որոշում ընդունեց, որ պետք է միավորվեն Անտիլիասի եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կաթողիկոսական տները։ Դա իհարկե քաղաքական որոշում էր, որ իրավական, պատմական որևէ հիմք չուներ եւ չիրագործվեց առ այսօր։ Բայց այդ որոշման առաջին քայլը դարձավ այն, որ Հայաստան եկավ Գարեգին Ան իբրև կաթողիկոսի տեքնացու։ Այն ժամանակ ես աշխատում էի Երկիրնայիրի եւ Հայաստանի Հանրապետություն ուրաթերթերում եւ հնարավորություն եմ ունեցել կաթողիկոսական երկու տեքնացուների հետ էլ հարցազրույց վարել։ Գարեգին Ան իր հարցազրույցում խոսում էր առ Աստված ունեցած մեր պարտքի պատասխանատվության մասին եւ պատրաստ էր լինել լավ կաթողիկոս։ Հայաստան Հանրապետական թեմի առաջնորդական փոխանորդը հետագայում արդեն Գարեգին Բ կաթողիկոսը Ներսես arczepiskopos Ներսիսյանը պատրաստ էր հրաժարական տալ, եթե առաջին փուլում անցնի Գարեգին Ան։ Այդպես էլ եղավ։ Եվ կաթողիկոս դարձավ Գարեգին Ան։ Ցավոք նա պաշտոնավարեց շատ կարճ, ծանր հիվանդության պատճառով եւս հանգավ իդեր։ Եվ ստեղծվեց իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետությունում նորից պետք է լինեն կաթողիկոսական ընտրություններ։ 1999-ին դարձյալ երկու տեքնացուներ էին։ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը եւ Ներսես arczepiskopos Պոզապալյանը։ Ներսես arczepiskopos Պոզապալյանը արդեն երջանկահիշատակ թույլ հոգեվորական էր, բանաստեղծ, եւ նրա տեքնացությունը առաջադրողները քաղաքական նպատակներ էին հետապնդում, որպեսզի թույլ կաթողիկոսի թույլ վեհապարի արկայությամբ կարողանան առաջ մղել իրենց շահերը։ Դա հիմնականում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Հայաստանից դուրս գործող թեմերն էին։ Ազգային հոգևոր խորհուրդը կաթողիկոս ընտրեց Գարեգին arczepiskopos Ներսիսյանին։ Դա ընտրություն էր, որ թելադրված էր թե տեղացի լինելու հանգամանքով, թե նրա երիտասարդ լինելու հանգամանքով, գործունյա լինելու հանգամանքով։ Եվ դրանից հետո սկսվեցին շահարկումներ առ այն, որ հերթական անգամ իբր իշխանավորները, իշխանությունները, չգիտեմ ով, քաղաքական միջնորդություն է արել, խառնվել է ընտրություններին, կան նաև կարգալույց հոգևորականներ, որոնք այդ շարժման առաջամարտիկներն են։ Ես, որ այդ ժամանակներում
գործնականում մասնակցել եմ ընտրություններին իբրև լրագրող, բոլոր անցուդարձին ներկա եմ եղել, բոլոր անցուդարձին լուսաբանելու եւ մասնակից լինելու պատիվն եմ ունեցել, կարող եմ այսօր ձեռքս խղճից դրած հայտարարել, որ որևէ քաղաքական միջնորդություն այդ ընտրություններին չի եղել։ Եվ բոլոր նրանք նախկին կարգալույցները, նախկին, չգիտեմ, քահանաներն ու հասարակական քաղաքական գործիչները, ովքեր պնդում են, որ միջնորդություն է եղել Գարեգին B-ի ընտրությանը, պարզապես որևէ հող չունեն դա պնդելու, անհող, անհիմն ու ստահոդ հայտարարություններ են անում։ Ինչու եմ ես ամեն ինչը ձեզ այսօր պատմում, որովհետև 1999 թվականի իրադարձություններին շատ քչերն են իմ մոտո տեղյակ, եւ այս պատմությունները այսօր շատ հեշտ է խեղաթյուրել, շատ հեշտ է ներկայացնել քաղաքական այն լույսի տակ, որը ձեռնտու է օրվա իրադարձություններին։ Իսկ հիմա փորձենք անդրադառնալ այն ամենին, ինչ կատարվում է իշխանություն եկեղեցի հարաբերությունների մեջ հիմա, եւ ինչու է եկեղեցին մտել քաղաքականություն։ Սկսենք ձեզնից։ Տեսեք, փորձ է արվում ժողովրդին օգտագործել որպես գործիք իշխանության կողմից, եկեղեցու դեմ, եկեղեցու կողմից, այսինքն հոգևոր դասի կողմից իշխանության դեմ։ Սա կտրականապես սխալ քայլ է։ Ժողովուրդը դահիճ չէ, որ որպես գործիք օգտագործեք միմյանց դեմ։ Եթե իշխանությունները սխալ են կառավարել, բացթողումներ ունեն, սահմանադրությամբ պետք է կրեն իրենց պատիժը։ Եթե հոգևոր դասը բացթողումներ ունի, պետք է ստանա իր պատիժը Աստծո կողմից։ Ինչը իհարկե չի վերաբերում այն երկու թեմի առաջնորդներին, ովքեր եւ Աստծո կողմից կստանան իրենց պատիժը, եւ սահմանադրորեն պետք է ստանան իրենց պատիժը, իսկ եկեղեցի հոգևոր դաս իշխանություններ, այսինքն կաթողիկոս վարչապետ հարաբերություններում ես կասեմ հետեւյալը, որ միջին վիճակագրական հայի համար, միջին վիճակագրական հայը պետք է ասի ինձ ինչ կաթողիկոսը Գարեգին B-ն է, թե մեկ ուրիշը։ Իր համար ինչ է փոխվելու, աշխատատեղեր են ավելանալու, գործարաններ են լնելու, տնտեսությունն է հզորանալու, թոշակն է բարձրանալու, ինչ է փոխվելու, եթե Գարեգին B-ին փոխարինի մեկ ուրիշը։ Եթե մեր իշխանություններին թվում է, որ աշխարհիկ բոլոր հարցերը լուծված են ու արդեն պետք է զբաղվել հոգևոր հարցերով, այստեղ իրենք իմ կարծիքով սխալվում են։ Եվ այնուամենայնիվ այս կոնֆլիկտը եզրափակման ավարտի որևէ հնարավորություն ունի, ես կարծում եմ, որ մենք այնուամենայնիվ իբրև հասարակություն գնում ենք սխալ ճանապարհով, որովհետև ոչ թե պիտի իշխանությունը եւ եկեղեցականները միմյանց հետ հարաբերվեն հայտարարությունների մակարդակով, սոցցանցերի մակարդակով, միմյանց ներկայացված մեղադրանքների մակարդակով, այլ հնարավորություն ունեն նստել տետ-ա-տետ, այսպեսի մի կլոր գուցե տեսեղանի շուրջ միմյանց հետ հարաբերություններ պարզել, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակում, ինչպես նշեցիք, Հայաստանի համար մարտահրավերների այս իրավիճակում օրակարգի թիվ 1 խնդիր դարձնել նման հարցերը մեղմ ասած արդարացված չէ։ Որն է այս հանգուցալուծումը։ Առանձին, հա, մի քանի մասով։ Նախ եկեք հետ գնանք 2018 թվական։ Այդ նոր Հայաստան, նոր հայրապետ շարժում։ Ինչ տեղի ունեցավ։ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն ու սկսվեց ինչ-որ մի ալիք եկեղեցու դեմ։ Ինչպես արձագանքեց այդ ալիքին մեր իրավական համակարգը, մեր ԱԱԾ-ն, երբ միջամտեց, արդյոք բավարար էր այդ միջամտությունը, արդյոք պետք է այդ միջամտությունը, ուշացած էր, թե վաղաժամ։ Ես կարծում եմ, մենք խոսել Հայաստանի Հանրապետության եւ հայ առաքելական եկեղեցու մասին խոսելուց պիտի հաշվի առնենք մի կարևոր հանգամանք։ Հայաստանի Հանրապետությունը 30 տարեկան է։ Իսկ հայ առաքելական եկեղեցին մի քանի հազար ու եկեղեցին հոգևորական ամբողջ կառույցը թե կաթողիկոսով, հոգևորականներով, սպասավորներով, քաղաքացիներով, այդ հետևորդներով
այ առաքելական եկեղեցու բոլորի մոտ ինստիտուցիոնալ հիշողության մակարդակով այդ եկեղեցին նաև կատարում է պետության դեր ու ժամանակ է պետք որպեսզի մեր եկեղեցին իր բոլոր կոմպոնենտներով ադապտացվի արդեն պետություն, անկախ պետություն ու եկեղեցի հարաբերություններում իր դիրքը զբաղեցնելու համար։ Սա այն հատվածը ըստ իս, որ ժամանակ պահանջող հատված է, չգիտեմ, նույնիսկ մի քանի սերնդափոխություն գուցե պետք լինի դրա համար, բայց խորքային պատճառը այստեղ եմ տեսնում։ Ինչ վերաբերվում է, ասում եք, տետատետ նստեն, խոսեն 7 տարի խնդիրը արկա է։ Այն ինչ որ կատարվում է եկեղեցում, արդյոք պետությունը այսօր այնքան կայացած է, որ իրավունք ունի մտնի ու քննի։ Եթե օրենք է խախտվել, պիտի ունենանք իրավական այնքան կայուն համակարգ, որ այդ օրենքը խախտողին պատժվի։ Իսկ եթե պետք է տետատետ խոսել, այս 7 տարվա մեջ արդեն խոսեին ու կարծում եմ ինչքան էլ ցավով, բայց այս խնդիրը խորանալու է ու սրա հանգուցալուծումը լինելու է միայն 26 թվականին։ Եթե կան դրան, որ կապ չունի, որ մեկը խոհեմություն դրսևորի վարչապետը, թե կաթողիկոսը, բայց նստեն միասին խոսեն խնդիրը լուծեն, դա կլինի փառահեղ լուծում։ Հույս չունեմ։ Օրենք խախտելու մասին Մայր ջան, եթե օրենք է խախտվել, պետք է կրեն իրենց պատիժը օրենքը խախտողները։ Օրենք գրեթե ամեն օր այս երկու թեմի առաջնորդները խախտում են։ Շիրակի թեմի առաջնորդը հայտարարում է ռազմական հեղաշրջման մասին։ Ռազմական հեղաշրջման կոչ է անում։ 10 րոպե հետո պիտի լիներ ԱԱԾ-ը։ Ինչ ռազմական հեղաշրջում։ Որտեղ է ԱԱԾ-ն, կարող եք այդ հարցին պատասխանել։ Ալբանյան փողոցի անկյունի վրա։ Չէ, տեսեք, ինչ ռազմական հեղաշրջման մասին է խոսքը։ Ինչ ռազմական հեղաշրջման, այ պարոն Աջապահյան, խելքի դուր դիր, ինչ ռազմական հեղաշրջում։ Այն մի հատ դուր էլ թող մեր իրավաբար համակարգը իր խելքին դնի, որ այդ 10 րոպե հետո չի ձերբակալե պարոն Աջապահյանին ռազմական հեղաշրջման կոչեր անելու համար։ Կամ այն մյուսը Բագրատ Գալստանյանը, Վազգեն Գալստանյանը, Սառացրած Գալստանյանը հայտարարում է, որ հորիզոնի 4 կողմերի աշխարհակաղակական կենտրոններից իր հետ կապնվել են ու ասել են, որ դու հեղափոխություն պետք է անես, հեղաշրջում պետք է անես Հայաստանի Հանրապետությունում։ Այ պարոն ջան, դու մտել ես քաղաքականություն, քաղաքական գործ չի հայտ ես ներկայացրել, շարժում ես սկսել։ Դու գոնե թվի էլի այդ ովքեր են այդ 4, հա, Հյուսիսի հետ քո կապը պարզ է։ Դու Հյուսիսի հետ կապնվել ես, քեզ հաճուրդի ես հանել, ընդից ասել են լավ, այս անգամ էլ դու փորձի ու փորձելու ես։ Ու ես գիտեմ, ախր մենք բոլորս գիտենք, դուք ոնց եք փորձելու ստեղ հեղաշրջում անել։ Հեղաշրջման փորձ չի լինելու։ Դուք 26 թվականին գնալու եք ընտրությունների կեղծ բարեպաշտի դիմակը հագած։ Գնալու եք ընտրությունների sense մոլեկուլների նման փորձելու եք կպնեք իրար, իշխանություն ձևավորեք, բայց դուք իշխանություն չեք ձևավորելու մոլեկուլների նման իրար կպնելով։ Դուք գուբերնիստներով իրար կպնելու եք ու դառնաք միաբջիջ ինչ-որ օրգանիզմ, ասենք հողաթափիկ ինֆուզորիա։ Ու ով որ ձեզ կպնի այդ ընթացքում, դառնալու է հողաթափիկ ինֆուզորիայի մի մաս։ Ձեր մոտ գուբերնիստների մոտ չի ստացվելու իշխանություն ձևավորել Հայաստանի Հանրապետությունում, որովհետև այն սերունդը, որ ծնվելուց հետո առաջի կում օդը անկախության օդից է արել, արդեն վաղուց Հայաստանի Հանրապետությունում ընտրող է ու վաղուց Հայաստանի Հանրապետությունում որոշում կայացնող է ու այս սերունդը Հայաստանի Հանրապետությունը սիրում է, ընդունում է անկախ։ Այս սերունդը չի թողելու, որ դուք սարքեք Հայաստանի Հանրապետությունը գուբերնիա, դուք ձախողվելու եք, դուք ձախողակ գուբերնիստ եք, մենք հաջողակ անկախական։ Նոր սերնդի ոգի ինչը ներսից էր գալիս այդ ամեն ինչը։ Անկախությունից հետո ծնված սերունդի ոգի։ Հրաշալի ձևակերպում էր եւ այնուամենայնիվ ես ուզում եմ գնալ ամփոփման այն տրամաբանության մեջ, որ տեսեք 2020-ից հետո բազում փորձեր եղան Հայաստանի Հանրապետությունում հեղաշրջում անելու։ Հեղաշրջման բոլոր փորձերը ձախողվեցին։ Չի ստացվում մի պատկեր, որ փողոցով հեղաշրջման չեն կարողանում հասնել։ Խորհրդարանում դա գործնականում անհնար է։ Եկեք հիշենք նաև, որ այս օրերին խորհրդարանում են փորձում վարչապետի իմպիչմենտի ինչ-որ բեմականացում ստանալ։
դա էլ ունենք եւ չի բացառվում ուղղակի զբաղմունքի ավելի շատ նման կասթե գործընթացի եւ ուրիշ անելու բան չկա ու թերևս այդ իմպիչմենտը ավելի շատ վերաձևակերպվել է խորհրդարանում ներկայացված երկու ընդդիմադիր ուժերի փոխհարաբերությունների բարձաբանումները որ եկել են պարլամենտ մի բան ասելով impeachment այսքան 4 տարին ասում են դեռ ասում հեղաշրջում այո ունենք այս իրավիճակը եւ եթե ամփոփում ենք չէ գալիս են եզրակացության որ հայ հասարակության մեջ սոցիոլոգիական հարցումներով ամենից ասենք բարձր հեղինակություն ունեցող սոցիալական ինստիտուտներից մեկը եկեղեցին էր եւ միայն եկեղեցին էր մնում այս հեղաշրջման գործընթացներում չներքաշված հիմա փորձում են 20-26-ից առաջ եկեղեցին լիովին մտցնել քաղաքականության մեջ դա բացառվում է դա չի ստացվելու դա պարզապես չի բխում թե եկեղեցու կանոնադրությունից թե այն հանգամանքից որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է դա սահմանադրության դեմ գնացող քայլ է եւ հետևանքը լինելու է եկեղեցականների սոսկ եկեղեցականների վարկաբեկումը ոչ թե հաջողության են հասնելու այդ ձեր ասած գուբերնիստները ես չի ասի ում է սա ձեռնտու եկեք հիշենք Ալլա Շուքյուր Փաշազադեների հայտարարությունները եկեք հիշենք Ռուսաստանի Դաշնությունից հնչող հայտարարությունները եկեք հասկանանք որ սա պետության դեմ քայլ է սա ձեզնից յուրաքանչյուրի մեզնից յուրաքանչյուրի դեմ ուղղված քայլ է եւ որքան արագ մենք այս էջը կփակենք որքան արագ կգանք ըմբռնումի այնքան մեզ համար շատ ավելի ձեռնտու կլինի Եվ ուզում եմ նաև հիշեցնեմ ձեզ, որ այս շաբաթվա զավեշտը այնուամենայնիվ ոչ այս կոնֆլիկտներին էր առնչվում, ոչ աշխարհաքաղաքական էր, թերևս ոչ էլ ներքաղաքական էր, զավեշտն էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար իհարկե այս բոլոր պաշտոններում նախկին Հովիկ Աբրահամյանը անկած ձերբակալվեց եւ մեկ օր անց հայտնվեց տնային կալանքի մեջ այսինքն բռնեմ բաց թողնեմ օպերացիան էլի հաջողությամբ իրականացվեց բայց դա զավեշտների զավեշտը չէ շատ ավելի զավեշտալի էր Ռոբերտ Քոչարյանը հանկարծակի որոշել է իր վարկն ու հեղինակությունը վերականգնել գնահատելով մոտավորապես 10,000 դրամ 10,000 չէ 6 միլիոն կներեք շփոթվել եմ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքների մեջ Թերևս $15,000 եւ դատի տալ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության վարչապետին կբացատրեք ինձ Ռոբերտ Քոչարյանն ինչու է իր վարկն ու հեղինակությունն այդքան էժան գնահատում իրատեսական է այդ գնահատականը թե ինչ հաշվապահներն են բանը ինչ բանաձևով են հաշվել իրանք կիմանան կարող է բարձրի այդքան է բարձր չի գնահատում բայց Երկու դեպքում էլ ասեցիք թե Աբրահամյան Հովիկի դեպքը որ նկարագրեց այդ բռնել բաց թողել օպերացիան թե Քոչարյան Ռոբերտի դատի տալը երկուսն էլ նույն ուղղությամբ է գնում իրավական համակարգ դատական համակարգ խոսեցինք չգիտեմ եկեղեցի կամ եկեղեցական պետություն հարաբերությունների գալիս ենք իրավական համակարգ խոսում ենք բռնեմ բաց թողեմ գալիս ենք իրավական համակարգ այսինքն մենք իրավական համակարգի բարեփոխում ասած օպերացիան ինչպես ասում են գցել ենք ոտներիս Թե այդ օպերացիան մենք վերածել ենք փաստաբանների, այսպես ասած, խրախճանքի Դե փաստաբանների խրախճանքը այդ մարտիկ մեր փողերը, այսինքն կապիտալի կենտրոնացած մի խումբ մարդկանց ձեռքում շարունակել են իրենց ձեռքում, այն ժամանակ տալիս են փաստաբաններին մի քիչ տալիս են դատավորներին, որ հարցը լուծվեր, հիմա այդ դատավորների մասը չեն տալիս, մենակ իրանց են պահում, ապրում են Դատավորները վախենում են վճիռ կայացնել, որովհետև կարող է հանգարց սխալ վճիռ կայացնեն, գնա հասնի Եվրոդատարան, իրանք սխալ դուրս գան, ավելի լավ է անշարժ է, էլի, հագիստ նստենք, ասենք, հա, փողոտվել են փաստաբանը սա իրավական է, ցանկացած օրենք ունի, չէ, իրավական սիրուն անցնելու ճանապարհով անցնում են, մենք չենք կայացնի այդ բարդ որոշումը, բաց թողենք միջև տեսնենք։ Լավ, եթե հանկարծ մեր դատարանները այդ բարդ որոշումը կայացնեն եւ ապացուցվի, որ Ռոբերտ Քոչարյանի հայցը անհիմն է, որտեղ ինքը կաշառակեր է։ Ինչ է լինելու։ Չգիտեմ ինչ է լինելու, բայց այս ամեն ինչը շոուն իմ վստահ եմ, որ մինչև 2026-ի ընտրություններ շարունակվելու են։ Այս շոուն ձեռնտու է երկուսին էլ ձեռնտու է Ռոբերտ Քոչարյանը իր կարողությանը, եթե
կարողանա ապացուցել, որ անհիմն են իրեն մեղադրել, իր կարողությանը կավելացնի եւս 6 միլիոն դրամ, իսկ Նիկոլ Փաշինյանը եթե կարողանա ապացուցել, որ կամ ուրիշ հարցով թեկուզ կարողանա ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է, կփակի Ռոբերտ Քոչարյանին, մի մուկ մի ձուկ էլ կավելանա Բերտերում ու իր հեղինակon մուկ հաստատ կավելանա, բայց վստահ չեմ, որ կավելանա, թե բաց կթողեն մուկը։ Դե ամենայն դեպս տարբեր մկներին մինչև այժմ հաջողվում է սեփական տանն ապրել։ Հա։ Ես մի վստահություն ունեմ, որ բոլոր ուղղությունները, որ խոսեցինք, խոսում ենք 26 ու մինչև 26 մեզ դեռ շատ անակնկալներ, ինչ-որ նոր պրոյեկտներ, շոուներ են սպասվում, գույները դեռ շատ են խտանալու ու շատ կարևոր է, որ քաղաքացին ընտրողը մինչև 26 այս ամեն ինչին հետևի ու 26-ին ճիշտ գնահատականը տա, որտեղ ոնց որ Վազգենը շատ սիրուն մեկնաբանեց, ձևակերպեց նոր սերունդը արդեն անկախության օդը շնչել է ու ընդհանրապես պետք է տարբերակի թե ովքեր են գուբերնիստները, իսկ ովքեր են մեզ տանում 20-րդ դար, ովքեր են մեզ բերում 21-րդ դար։ Իհարկե։ Ես չեմ ուզում մեր այսօրվա հաղորդումը այսպես տխուր թեմաներով ավարտել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում այնուամենայնիվ մնում են իր ավանդական հարցերը։ Անվտանգության խնդիրը, ժողովրդագրական անվտանգության խնդիրը, աշխատատեղերի խնդիրը, տնտեսական անվտանգության ամենակարևոր խնդիրը եւ ուզում եմ հասկանալ ձեր տպավորությամբ գործող իշխանությունը կարողանում է adekvat այդ խնդիրներին արձագանքել ու adekvat լուծումներ տալ այդ խնդիրներին։ Տեսեք, մասամբ կարողանում է, բայց գործող իշխանություններին պակասում է իմ կարծիքով նախաձեռնողականությունը։ Նախաձեռնողականությունը պետք 21-րդ դարի արկա մարտահրավերներին ներգրավվելու ու այդ մարտահրավերների լուծումները Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու համար, որովհետև եթե կա աշխարհի համար մարտահրավեր ու դու այդ մարտահրավերի լուծումը կարողանում ես տեղափոխել քո տարածք, այսինքն դու լուծում առաջարկող պետություն ես։ Լուծումները բազմազան են նախաձեռնողականություն ցուցաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը արհեստական բանականությունից սկսած, ինչի մասին արդեն ԲՏԱ նախարարությունը տեղյակ պահել է, արհեստական բանականությունից սկսած մինչև կրիպտոարժույթներ կարող է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել, տեղափոխել մեր տարածք, Հայաստանի Հանրապետությունում մայնինգ անել կրիպտոարժույթների այս ծավալուն թեմայի մասին մեծ սիրով կրիպտոարժույթների վերաբերյալ օրենք ընդունեց, արդյոք դա մհերի ասած ոդքին գցելներ։ Այս թեմայի մասով շատ մեծ սիրով երկար կխոսեմ, եթե ինձ այդ թեմայով էլ հրավերեք։ Կարծում եմ մեր հերթական հաղորդումներից մեկը պետք է նվիրված լինի թեմային, որտեղ դա շատ հեռանկարային թեմա է եւ այո, այստեղ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություններ ունի զարգանալու, զարգացնելու նաեւ տնտեսությունը։ Խոստանում եմ նաեւ լուծումներ առաջարկել։ Լավ։ Արչը 7 երկ գիտի 80 մեղրի մասին է, ես իմ մեղրից կխոսեմ, ձեր ասած խնդիրը մեր երկարաժամկետ պետական ծրագրի բացակայության մեջ է լուծումը խնդրի։ Էլի ինչից որ խոսում ենք, հենց նույն օրինակի վրա 2 շաբաթ մենք ինչ որ եկեղեցական իշխանություն հակադրության մեջ բոլորս եկեղեցագետ ենք, սահմանադրագետ ենք, բոլոր հարցերի պատասխան ունենք, գիշերը քնեցինք Իրանն Իսրայել, սկսեց առավոտը զարթնեցինք, բոլորս արդեն աշխարհագրագետ ենք, իրանագետ ենք ու իսրայելագետ ենք, այսինքն մենք սպասում ենք ինչ մի գործողություն տեղի ունենա ու սկսենք մեկնաբանել։ Իրավիճակային մասնագետներ ենք։ Ընդ որում մեկնաբանել, միայն մեկնաբանել, բայց ամեն մեկս այնքան վստահ, որ մենք միակ ճշմարիտ ենք այդ հարցում։ Ինչի համար, որտեղ մեր վերջնական անելիքը, մեր վերջնական նպատակը ինքներս չենք պատկերացնում։ Հենց նույն Իսրայելի մասին հələ ժողովուրդը ինչ էր ուզում էր պետություն, ամբողջ ժողովուրդը ուզում էր պետություն, կար նպատակ կոդով, գենետիկ կոդով իրաց մեջ դրված է, իրենք պետք է ունենան պետություն, հասան նպատակին։ Մեր կոդը, մեր գենետիկան մենք ինչ ենք դրել, մենք ինչ ենք ուզում ունենալ։ Մեր վերջնական նպատակը ծովից ծով Հայաստան ենք ուզում, 29800 քառակուսի կիլոմետր ենք ուզում, անկախություն ենք ուզում, Եվրամիություն ենք ուզում, միութենական ենք ուզում, ինչ ենք ուզում։ Չենք դե այդ գիծը պետք է կետը նշենք, մեր վերջնակետը։ Ու պետությունը պարտավոր է դրոշակն առած
ժողովրդին տանել դեպի այդ կետ։ Դրա համար ձեր նշած տնտեսական կտորները իր անվտանգության մասով շատ կարևոր արդիական լուծում առաջարկում։ Այսինքն եթե մենք ունենանք այդ ծրագիրը մինչև 1-2 տարի առաջ, այսօր կրիպտոարժույթի ու արհեստական բնականության առումով կավելանար կարդիականանար, տնտեսական մասը կգնար առաջ։ Նույն կերպ ռազմական առումով մեր անվտանգությունը, մենք ասում ենք 5-րդ սերնդի պատերազմ, արդեն մտել ենք 6-րդ սերունդ։ Պետք է ունենանք 6-րդ սերնդի տեխնոլոգիա, 6-րդ սերնդի ռազմական տեխնիկա եւ այլ եւ այլ եւ այլ։ Մտածողություն։ Մտածողություն, Մտածողությունից։ նաեւ մտածողություն ու երրորդ կարևոր բաղադրիչ կրթություն։ Այդ դրան համարժեք այդ տնտեսությունն ու այդ ռազմական ուժը, ներուժը սպասարկող սպասարկողման մակարդակի հասնող գիտելիք, կրթություն։ Այս երեք ունեցանք շղթան փակում ենք, գնում ենք վստահ մեր նպատակի, չէ, հա գուբերնիա սիրողներ, չգիտեմ, սահմանագետներ, այդ բայղուշ փորձագետները կգան ու կգնան, մենք եկանացնենք, կսենք մեկնաբանել, թե ինչ տեղի ունեցավ։ The Point-ի սիրելի հետևորդներ, այսօր այսքանը։ Ես կոչ եմ անում ձեզ բաժանորդագրվելու մեր ալիքին, ներկայացնել ձեր հարցերը, մենք պատրաստ ենք մասնագետների հետ քննարկել ցանկացած հարց, ցանկացած հարցադրում, մենք միշտ ձեր կողքին ենք, մենք միջին վիճակագրական հայերի կողքին ենք, ավելին, մենք հենց այդ միջին վիճակագրական հայերն ենք, որ պատրաստ է դեր լինել իր հայրենիքին, պատրաստ է եւ պատասխանատվություն է ստանձնում այդ հայրենիքի կառուցման, պաշտպանման ու զարգացման համար։ Այսօր այսքանը, Տերն ընդ ձեզ։